Կարմիր քարտ և զգուշացում Արաբական Միացյալ Էմիրություններին։ Իրանական Խաթամ ալ-Անբիա զինյալ խմբավորման կենտրոնական շտաբից հայտնում են. իրանական կղզիների դեմ ուղղված ցանկացած նոր ագրեսիա կարժանանա անմիջական ռազմական պատասխանի։ Եթե Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքից Պարսից ծոցի իրանական Աբու Մուսա և Մեծ Թումբ կղզիների դեմ որևէ նոր հարձակում սկսվի, Իրանի զինված ուժերը կհարվածեն Ռաս ալ-Խայմային։ Ռաս ալ-Խայման Արաբական Միացյալ Էմիրություններում արդյունաբերական նավահանգստային քաղաք է։ 191 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքն ունի 7000 տարվա հարուստ պատմություն։ Ըստ վերլուծաբանների, պատերազմի համատեքստում Իրան-Արաբական Միացյալ Էմիրություններ հարաբերություններում լարվածության մակարդակը պարբերաբար աճում է։ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին ուղիղ տեքստով մեղադրել էր Արաբական Միացյալ Էմիրություններին իրանական Խարկ կղզու վրա ամերիկյան հարձակման համար տարածք տրամադրելու մեջ։ Միջազգային լրատվամիջոցներն էլ հաղորդում են, ԱՄՆ-ն հնարավոր է ցամաքային գործողություն իրականացնի իրանական կղզիները գրավելու համար։ Գիշերը տեղեկություններ տարածվեցին, որ Երուսաղեմում հայկական թաղամասի մոտ հրթիռ է ընկել։ Երուսաղեմի պատրիարքարանի ղեկավար Հայր Աղան Գոքչյանը հայտնել է, որ հայկական թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա ընկած հրթիռի բեկորը մարդկային կամ լուրջ նյութական վնաս չի պատճառել։ CBS News-ը ևս տեղեկացնում է, որ Պենտագոնը մշակել է մանրամասն սցենարներ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության ֆոնին Իրանում ԱՄՆ ցամաքային զորքերի հնարավոր տեղակայման համար։ Եթե ցամաքային օպերացիա սկսվի, ապա Իրանը վիճակի կլինի շատ ավելի ծանր կորուստներ պատճառել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, ինչը բողոքի նոր դժգոհության նոր ալիք կարող առաջացնել նույն Արևմուտքում։ Իրանը հարվածներ է հասցրել Բաղդադում ամերիկյան Քեմփ Վիկտորիա բազային եւ Իրաքում քրդական թիրախներին։ Հզոր պայթյուն է տեղի ունեցել քուրդ ահաբեկիչների հյուսիսային Իրաքի կենտրոնակայանում։ ՆԱՏՕ-ն իր բոլոր զորքերը դուրս է բերել Իրաքում խորհրդատվական առաքելությունից։ Պատճառը Իրանում պատերազմի հետևանքների տարածումն էր ամբողջ Մերձավոր Արևելքում։ ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ալեքսոս Գրինկևիչը հայտնել է, որ առաքելությունը կշարունակեն Իտալիայի Նեապոլ քաղաքի ռազմական շտաբում։ Դրան զուգահեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել եւ վախկոտ է անվանել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, նրանց մեղադրելով Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական պատերազմի հարցում բավարար աջակցություն չցուցաբերելու համար։ Առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների ՆԱՏՕ-ն թղթե վագր է, վախկոտներ, մենք կհիշենք դա։ Իրանը Իսրայելի կենտրոնական հատվածների վրա արձակել է բալիստիկ հրթիռ կասետային զինամթերքի մարտագլխիկով։ Իրանը 2 բալիստիկ հրթիռ է արձակել նաև Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզում տեղակայված բրիտանա-ամերիկյան համատեղ բազայի ուղղությամբ։ The Wall Street Journal-ը հայտնում է, որ բազան գտնվում է Իրանից մոտավորապես 4000 կիլոմետր հեռավորության վրա։ Այն ամերիկյան ուժերի համար կարևոր ռազմավարական կենտրոն է, որտեղ տեղակայված են հեռահար ռմբակոծիչներ, միջուկային սուզանավեր եւ կառավարվող հրթիռներով ականակիրներ։ Տեղեկություն տարածվեց նաև, որ ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարք է նկատվել Պարսից ծոցի վրա Իրանի ափերի եւ Բուշեր քաղաքի մոտակայքում գտնվող ատոմակայանի մոտ։ 14 կիլոմետրից ավելի բարձրության վրա հետախուզություն իրականացնող սարքը կարող է օդում մնալ 10-ից 15 ժամ։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը ՌԻԱ Նովիսին հայտնել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածել են Նաթանզում գտնվող Շահիդ Ահմադի Ռոուշանի անունը կրող ուրանի հարստացման միջուկային օբյեկտին։ Հարված ըստ հաղորդագրության հակասում է միջուկային անվտանգության միջազգային նորմերին։ Oxford Economics-ի գլխավոր գլոբալ տնտեսագետ Ռայան Սվիթի վերլուծության համաձայն Մերձավոր Արևելքում պատերազմի սրացումը կարող է նավթի գները կտրուկ բարձրացնել բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակից։ Այն կբերի գնաճի բարձրացման, տնտեսական աճը կդանդաղի։ Ամենամեծ հարվածն ըստ տնտեսագետի կստանան սպառողները։ Brent նավթի գինը 5-շաբթի օրը կարճ ժամանակով գերազանցել էր $119 մեկ բարելի համար։ Տնտեսագետները նշում են նաև, որ նավթի գների աճը կարող է նաև գնաճային ճնշում գործադրել ԱՄՆ տնտեսության վրա, քանի որ նավագնացության ծախսերը կբարձրանան։ Guardian-ը հայտնեց, որ Սպիտակ տունը 30 օրով չեղարկել է իրանական նավթի գնման պատժամիջոցները։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը այսպես է հիմնավորել. Պաշարներ աշխարհին ժամանակավորապես բացելով, Միացյալ Նահանգները արագորեն մոտ 140 միլիոն բարել նավթ կմատակարարի համաշխարհային շուկաներ, ընդլայնելով համաշխարհային էներգետիկ մատակարարումները։ Բեսենթի ձևակերպմամբ այդ կերպ իրանական նավթը կօգտագործվի Թեհրանի դեմ գները զսպելու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։